Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի Եվրոպայի եւ Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթիե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Փոխնախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունները եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության հիմնական առաջնահերթությունները, փոխնախարարն անդրադարձել է կարողությունների զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին եւ ոլորտային բարեփոխումներին։ Կողմերն անդրադարձեն կատարել փորձագիտական եւ ուսումնական այցերի կազմակերպմանը, ընդգծելով միջազգային լավագույն փորձի կիրառումն ու կարողությունների շարունակական զարգացումը։ Անթիե Ֆրիցը նշել է, որ անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը պատրաստ է շարունակելու աջակցությունը մասնավորապես ոլորտային վերապատրաստումների, ռազմավարական պլանավորման կարողությունների եւ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։ Քննարկվել են ներքին գործերի նախարարությունում ժամանակակից կազմակերպչական մոնիթորինգի, վերահսկողության մեխանիզմների ներդրման, ուժի կիրառման կառավարման եւ մի շարք այլ հարցեր։ Ոստիկանության կողմից ուժի կիրառման համատեքստում աշխատաժողով էր անցկացվել հոկտեմբերի 7-ին, որի ընթացքում ներկայացվել են ուժի կիրառման միջազգային քաղաքականությունն ու պրակտիկան, մոտեցումների մշակումն ու Էստոնիայի փորձը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները ծանոթացել են անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի մշակած ուժի կիրառման կառավարում ոստիկանության ինքնագնահատման ուղեցույցին, որի նպատակն ուժի կիրառման հետ կապված կառավարման ընթացակարգերի գնահատմանն աջակցելն է։ Ներկայացվել է նաև ուղեցույցի մեթոդաբանությունը, ինքնագնահատման մոդուլներն ու գործողությունների ծրագրի շրջանակները։